իրանց մոտեղ է, մինչև ես կկարողանամ գալ։ Բաբքեն։ Ում հետ ես խոսում, Շուշա։ Իզուր չի էլի, որ ես ես ամեն ինչը պահել եմ։ Իզուր էլ պատմեցի, տրամադրությունը փչացավ։ Այդ ջան դու բան չասեր, ես էի ստիպելու, որ Էլիզը խոսեր։ Ոնց որ ամեն ինչ նորմալ է։ Նա բայց դե մեկը էլի, ես ինձ վատ եմ զգում։ Դու ինչի համար ես քեզ վատ զգում։ Այդ քուրս է, որ խելքի չի գալիս։ Ես Էլիզին խոստացել էի, որ կերջանկացնեմ իրան։ Չստացվեց։ Իմ համար էլ է շատ դժվար նորը։ Ես գիտեմ, որ քո համար դժվար է այդ։ Ես քեզ որպես տղա լրիվ հասկանում եմ, բայց դու քեզ վատ զգալու պատճառ չունես։ Հաստատ ես էլ չէի ուզի, որ իմ կողակցի մեջ այդքան վրեժ ու ատելություն տեսնեի ինչ-որ մեկի հանդեպ։ Ու կապ չունի այդ մեկը ով է ու ինչ է արել։ Երևույթը շատ տհաճ է։ Հա ու ամենավատը այն է նորը, որ Էլիզը մտածում է, որ ես իր փոխարեն Մագդային ու Արշակին եմ ընտրել։ Չի հասկանում, որ ստեղ խնդիր իր պահվածքն է։ Ես ոչ մեկին ոչ ընտրում եմ, ոչ էլ մյուսին թողնում։ Այս այդ հարցը չէ, Էլիզը իմ համար բոլոր այդ ընտրության սահմաններից դուրս է։ Ես կյանքում ինձ թույլ չէի տա իմ կողքի մարդուն համեմատեի ուրիշի հետ։ Էլիզը իմ համար նորո կյանքի ընտրություն է։ Ես իրան երբեք ոչ մեկի հետ չեմ փոխի։ Բայց ինքը այդքանը չի հասկանում։ Ես կխոսամ այդ հետ։ Կփորձեմ ամեն ինչ արդեն։ Սենց չի կարա շարունակվի։ Ես Մագդային էլ եմ խոստացել, որ ամեն ինչ հարթելու եմ ու հարթելու եմ։ Խափում ես, ես քեզ չեմ հավատում։ Չեմ խափում։ Նորոն ինձ այնքան շատ է սիրում, որ Նորոն բաց է թողել իր անցյալը։ Մենք այսօր հանդիպել ենք Նորոյի հետ ու մենք ընտրել ենք մեր սերը։ Ու առաջին քայլը Նորոն է արել, Հասմիկ։ Նորոն է ուզել, որ մենք նորից միանանք։ Խնդրում եմ քեզ ուղակի փակի այս պատմությունը, որովհետև այս վերջն է, իմաստ չկա ինչ-որ բան շարունակելու։ Ու հետո էլ ջահել աղջիկ ես։ Մի կործանի քո կյանքը։ Ես հիմա գնում եմ, կզգուշացնեմ, որ ուշադիր լինեն, բայց դու իմ ասածների շուրջ լավ մտածի, ես միշտ իմ խոսքի տերն եմ լինում։ Այս ոնց այս ժամին տուն ես եկել։ Քեզնից չի, զարմացնում ես եղբայր։ Էլիս, մեզ շատ կարևոր խոսակցություն է սպասվում։ Շատ կարևոր։ Դու ինձ պետք է հասկանաս։ Իսկ եթե նենց բան ես ասելու, որ հասկանալու չի։ Ուրեմն ստիպված կլինես հասկանաս։
Որովհետև ես վերջի անգամա, որ ես ու դու ստեղ նստած կամ առասարակ ես տան մեջ անցյալ քննարկենք։ Ես գիտեմ, որ դու Էդոմ բաժանվել եք։ Ու շատ լավ գիտեմ, թե ինչի համար։ Լավ, քեզ դուր է գալիս ես ամեն ինչը։ Քեզ դուր է գալիս, որ անցյալը սրտիդ մեջ պահելով, անցյալով ապրելով ամեն ինչ կորստում ես։ Կորստում ես ամենակարևոր բաները։ Լավ է, որ հիմա Էդոն քո կողքին չի։ Հա? Լավ է, որ Էդոն սիրելով հանդերձ քեզ հիմա հրաժարվում է քեզանից։ Որովհետև հասկանում է, որ քո նման մարդու կողքին չի կարողանալու ապրի։ Լավ է, հա? Քո սրտով է այս ամեն ինչը էլիս։ Չէ, դուրս չի գալիս։ Ես էլ եմ վատ նորո, բայց այս Էդոյի ընտրությունն է։ Ու ինքը այս ընտրությունը կատարել է հանուն ինչ-որ մարդկանց։ Դու ես հասցրել Էդոյին այս ամեն ինչին։ Հա, հենց դու, էլիս, մի զարմացի։ Քո անմարդկային խոսակցություններով, անմարդկային պահվածքով, Արշակի ցավի վրա ես ծիծաղում, Մագդայի դժբախտությունն ես ուզում, լավ, ինչքան կարելի է անցյալը բերել ու մտցնել ներկա, ինչքան կարելի է անցյալով ապրել, էլիս։ Այն ինչ դու ես զգացել, ես էլ եմ զգացել։ Ես էլ եմ մամային կարոտել։ Ես էլ եմ այդ ամեն ինչը զգացել։ Այդ դառնությունը, այդ ամեն ինչը։ Բայց վերեշով չեմ լցվել, հասկանում ես։ Որովհետև շատ լավ գիտակցում եմ, հասկանում եմ, որ այս մենակ Արշակի որոշումը չի եղել։ Արդեն մի քանի անգամ ասել եմ, մամայի որոշումն էլ է եղել, Արշակը չի մտել մեր տուն, մամա իրերը հավաքել, մաման իրերը հավաքել գիշերը, երբ որ մենք քնած ենք եղել ու գնացել է։ Ինչքան ասեմ, որ հասկանաս, որ ընդունես, քո համար եմ ասում, քուրս ես, մտածում եմ, քո լավն եմ ուզում։ Ինչքան ասեմ, էլիս։ Դու չես հասկանում։ Դու չես հասկանում, որ իմ կոկորդին իմ մամայի մահն է կանգնած, ոչ թե իրենց սիրային հարաբերությունները։ Չես հասկանում, նորո։ Դու ինձ չես հավատում։ Իսկ իմ մտքից դուրս չի գալիս մամայիս վերջին զանգնու այս կատարվածը։ Մտքիցս դուրս չի գալիս, նորո։ Եկել եմ քեզ էլ շնորհավոր եմ, արևս։ Շատ լավ ես արել։ Դե դու նստի գնամ մեր համար սուրճ պատրաստեմ։ Չէ, ես կցնդեմ։ Ես էլ չգիտեմ քո հետ ոնց խոսամ։ Նոր արի էլ չխոսանք, որովհետև մենք իրար չենք հասկանում։ Մենք ինչքան էլ խոսանք, այս թեմայի շուրջ նույն կարծիքը չենք ունենալու։ Դրա համար ավելի լավ է ուղղակի չխոսանք, իմաստ չկա այս խոսակցության մեջ։ Այս խոսակցության իմաստը քո համար է, էլիս, քո համար։ Ես ուզում եմ, որ դու մոռանաս անցյալը, որ սիրես, սիրվես, հասկանում ես, որ այն ինչ քեզ երջանկություն ա բերելու չկորցնես։ Քո համար եմ ասում, հասկացի։ Ես չեմ կարա քո նման նորո։ Ես չեմ կարա, չես հասկանում, իմ սիրտը անհանգիստ է։ Այդ կասկածները մեջս են մտել ու դուրս չեն գալիս, նորո։ Ես չեմ կարա մեր մամայի մահը մոռանամ, նոր։ Սկսվեց։ Էլի նույն պատմությունը, նույն բանը։
Մի զանգից գլխիդ մեջ մցրել ես, որ չգիտեմ ինչ ա եղել, որ արևին ծննդաբերության ժամանակ չի մահացել մաման։ Որ արշակն ա վնասել, չգիտեմ, մի զանգից էլիս, հա։ Չէ, դու չես լսել։ Դու ուղղակի մամայի ձայնը չես լսել։ Դու իրա վախեցած ու դողացող ձայնը չես լսել, Նորո։ Էլիս, հիմա ինձ լսի։ Վերջի անգամ եմ ասում։ Ես որոշել եմ։ Մենք բոլորս մոռանում ենք անցյալը։ Լսում ես։ Մենք բոլորս արժանի ենք, որ երջանիկ կյանքով ապրենք։ Առանց վրեժի, առանց ատելության։ Հերիքա։ Մոռանում ենք, լավ։ Բրավո քեզ։ Ապրես Նոր։ Ապրես, որ մոռանում ես։ Առաջ գոնե չէիր խոսում, չէիր խոստովանում։ Խնդրում եմ, էլի հիմա էլ սուսում են առաջվա նման։ Մի խոսա Նորո։ Էլիս շատ բան է փոխվել։ Դու իմ քուրն ես, ուզում եմ, որ իմանաս։ Ես ու Մագդան հաշտվել ենք։ Ես Մագդային խոստացել եմ, որ անցյալի էջը փակած է, որ այդ թեմայով ել չենք քննարկելու, որ մոռանում ենք։ Լսում ես։ Ինչ ես արել։ Չես պատկերացնի Մագդա ինչքան ուրախ եմ ձեր համար։ Ապրես էդ։ Բայց չեմ կարա բացատրեմ հիմա ինչ վիճակում եմ, ոնց որ օթերում լինեմ, համ հավատում եմ, համ էլ չէ։ Դե բա այնքան իրան միս կերակ մարդու հավատը չի գալիս։ Վայ, իրոք ահավոր էր։ Էդ իմ կյանքի ամենածանր շրջանն է եղել։ Հա, գիտեմ։ Հասկանում եմ։ Սիրած մարդուց հեռու մնալը վատ բան է։ Մի տեսակ ոնց որ կյանքդ կանգնի։ Բայց լավ է, դուք իրար շուտ հասկացաք, որ սխալ եք անում։ Մնում է, որ երբեք իրար բաց չթողնեք ու թույլ չտաք, որ ձեր միջև եղած անցյալն ու ներկան խառնվեն իրար։ Այդ շատ վատ բան է Մագդա, հավատա։ Դու քո հերթին, Նորոն էլ իր հերթին պիտի ձեր կյանքում եղած ամեն մի պատմություն թողնեք իր ժամանակում, հին ու նոր չանեք։ Ինձնից ուղղակի քեզ խորհուրդ։ Կյանքում ինչքան էլ վիճեք Մագդա, երբեք անցյալի ոչ արածը, ոչ էլ ասածը երեսով չտաս։ Ես շատ եմ ուզում, որ դուք երջանիկ լինեք, շատ։ Դուք իմ համար շատ կարևոր ու թանկ մարդիկ եք Մագդա։ Դրա համար հիմա ուղղակի սենց խորհուրդներ եմ տալիս, հույս ունեմ, որ չես նեղվում։ Չէ, ես ոնց կնեղանամ։ Ապրես։ Ես քեզ վստահում եմ Մագդա, դու շատ խելացի աղջիկ ես։ Ու գիտեմ, որ ընկերս քո կողքին իրան երջանիկ կզգա, լիարժեք կզգա։ Չես պատկերացնի ինչքան ուրախացա, որ Նորոն ասեց, որ քեզ խոստացել է այդ անցյալի պատմությունները փակի։ Գիտես ինչքան երկար եմ ես այդ օրվան սպասել Մագդա։ Ես միշտ էլ վստահ եմ եղել, որ Նորոն Արշակի հանդեպ ոչ մի վատ քայլ չի անի։ Ուղղակի այդ լարվածությունը որ կար, ես անկախ ինձնից անընդհատ մի վատ բանի սպասում էի, բայց հիմա էլ տենց չի։ Հիմա արդեն խիղճս հանգիստ է։ Հիմա արդեն գիտեմ, որ ինչ էլ լինի, իրարից չեն խուսափի, չեն կռվի, ոչ էլ ճանապարհները կփոխեն։ Հա, այդ իրականում ես էլ եմ զարմացած, որովհետև ինձ թվում էր Նորոն կյանքում անցյալը չի մոռանա։ Բայց հիմա հանուն ինձ ինքը է տարեց։ Ու ես դրանից իրան ավելի շատ եմ սկսել սիրել։ Ես հանուն Նորոյի իրոք ամեն ինչի պատրաստ եմ։ Ես անգամ որոշել եմ, որ Էլիզի հետ կխոսամ։ Հա, ես կմոռանամ, ոնց մեզ խաբեց, ոնց էս տուն մտավ ու ինչեր արեց, այդ ամեն ինչը ես կմոռանամ։ Բայց ես կասկածում եմ, որ Էլիզը այդքանը կհասկանա։ Դժվար հասկանա։ Այդ ես տեղյակ եմ, որ դու ու Էլիզը բաժանվել եք։ Ինձ կասես ինչ ա եղել։ Ես ինչ-որ բանով կարամ քեզ օգնեմ։
Հա, փաստորեն այս խոսակցությունը նրա համար էր, որ դու հանգիստ Մագդայի հետ շփվես, հա? Որ հանգիստ մեջ տուն բերես տանես Մագդային։ Ինչ ես խոսում էլիս։ Ուրեմն ես որպես աղբեր քո հետ իմ կյանքի նորությունների սկիզբում դու սենց վերլուծես ամեն ինչ, հա։ Ոնց եմ հիասթափվում ես քեզանից նորո։ Ոնց եմ հիասթափվում։ Դու առաջ պատիվ ունեիր։ Սկզբունքներ ունեիր նորո։ Հիմա ինչ ես արել։ Բոլոր սկզբունքներիդ դեմ ես գնացել ու ընկել ես Արշակի քրոջ հետևից, ես չեմ ճանաչում քեզ նորո։ Չէ, ես քո հետ ոնց խոսամ։ Ամեն ինչ անում եմ, որ ինձ զսպեմ, քո հետ հանգիստ խոսամ, որպես քուր ու աղբեր նստենք իրար հասկանանք։ Չէ, քո հետ անեներա չի ստացվում։ Դու շատ մեծ տաղանդ ունես մարդուն ունից անելու։ Էդ հաստատ։ Դու ուշքի արի նորո, այդ սերը քեզ կուրացրել է։ Դու այդ աղջկա համար շատ զոհողությունների ես գնում, իսկ ինքը արժանի չի։ Իսկ Էդոն արժանի չէր, հա։ Հե Էլիս։ Արժանի չէ, որ մի քիչ զոհողությունների գնաս, հանուն ձեր ապագայի։ Էդոն արժանի է։ Բայց Էդոն ինձ ավելին էր պահանջում, հասկանում ես։ Իսկ ես գիտակցում եմ այդ ամեն ինչը, չեմ գլուխս կախասում, դե լավ, ոնց ասես պետք է մոռանել կմոռանամ։ Ոնց ասես դու, ինչ ա եղել որ։ Էլիս հերիքա, արդեն չեմ համբերում, արդեն չեմ կարում քո հետ նորմալ խոսամ։ Մոռանում ես ով ա դիմացդ կանգնած, հա։ Ես էլ չգիտեմ քո հետ ոնց խոսամ։ Խոսքս լավ հիշի, որ վաղը մյուս օրը դու գլուխդ բոլորի առաջ կախես։ Այդ թվում նաև Արշակի, երբ որ հասկանես, որ այդ մարդուն անիմաստ տեղը սպանության մեջ էր մեղադրում, առանց փաստերի, այդ ժամանակ կհիշես ասածներս։ Հերիք եղավ արդեն։ Արդեն օգնել եմ քո պատճառով գլուխ կախեմ։ Արդեն ընկերոջս դիմաց եմ կանգնում ու չգիտեմ ինչ ասեմ, ոնց խոսամ։ Նորո։ Ինչա։ Եթե քեզ հաճելի է բոլորի առաջ գլուխդ կախ ապրելը, տենց էլ շարունակի։ Բայց երբ որ իմ ասածները հասկանաս, հետ ճանապարհ փնտրես, այդ ժամանակ արդեն ճանապարհ չես գտնելու։ Ու այդ ժամանակ կհիշես իմ ասածները, Էլիս։ Իսկ ինձ պետք չեն մարդիկ, ովքեր որ իմ վիշտը չեն հարգում, ովքեր որ իմ վիշտը չեն հասկանում, ովքեր որ կողքս կանգնած իմ թշնամուն են հասկանում, ես պաշտպանում։ Իմ համար էլ է դժվար նորո, բայց ես իմ անցյալը չեմ դավաճանելու, լսում ես։ Ես ինքս ինձ չեմ դավաճանելու նորո։ Չէ, անհնար է քեզ ինչ-որ բան բացատրելը, չի ստացվում։ Ես հիմա կրկնակի կոտրվեցի, որովհետև դու էլ Էդոյի նման ինձ մենակ թողեցիր։ Ինչ անեմ, Էլիս։ Ինչ անեմ, կասես քո նման նստեմ մարդկանց անիծեմ, հա, անիմաստ տեղը։ Այդ ժամանակ երևի քեզ մենակ չես զգա, չէ։ Դու չես հասկանում, եթե ես քո նման մտածեմ, վերջում մարդասպան կդառնամ։ Այդ է չէ երևի ուզում, այս ժամանակ երևի երջանիկ քուլ կզգաս, որ աղբերը տանիմաստ տեղը գնա մարդ սպանի։ Չէ, Մագդա, մեզ ոչ մեկ չի կարող օգնի, որովհետև դրա կարիքը չկա։ Մենք ուղղակի իրար չենք հասկանում, չի ստացվում։ Բայց դու Էլիզին շատ էիր սիրում ու վստահ եմ, որ հիմա էլ ես սիրում։ Մի բան կա, չէ։ Գիտես, Մագդա, հարաբերությունները փրկելու համար այդ շատ սիրելը մեկ-մեկ այնքան քիչ է։ Մեկ-մեկ պետք է այդ մարդուն վստահել, հավատալ, լռել ու լսել։ Կամ ուղղակի փորձել այդ մարդու լռությունը հասկանալ։ Իսկ մեր մոտ այնքան կիսատ բան կար։ Իսկ շատ սիրելը մեզ չօգնեց։ Իսկ կարող է մեր շատ շփվելուց ինքը նեղվում է։ Չէ, Մագդա, գժվեցիր։ Դե այդ անհնարին բան չեմ ասում, ինքը ինձ տանել չի կարողանում ու… Մագդա, ես քեզ ասեցի պատճառը որն է։ Քեզ մի վերագրի։ Լավ է, սենց մի խոսա, հաստատ էս վերջի չի։ Իսկ ինձ թվում է, որ վերջն է։ Ես մեր հարաբերությունները փրկելու համար շատ բան եմ արել, Մագդա, բայց անփոխադարձ։ Ուրեմն ժամանակն է առաջ նայելու։ Այդ կլինի սենց չասես։ Լսի, Մագդա, մենք 2 օր արդեն բաժանվել ենք ու ինքը ինձ ոչ զանգել է, ոչ էլ գրել է։ Ես ինչ մտածեմ։
Դե ինքը աղջիկ է։ Հիմա ես վստահ եմ, որ ինքը շատ ծանր վիճակում է։ Համբերի կհանգստանա կզանգի։ Մագդա, ես այդ զանգին չեմ սպասում։ Ես ուղղակի չի սպասում, որ ինքը այսքան շուտ կհամակերպվի իմ չլինելու հետ։ Ասում եմ ամեն ինչ լավ է լինելու։ Ինձ ու Նորոին նայի։ Ոչ մեկ չէր հավատում, չէ՞ որ մենք հաշտվելու ենք, բայց տես։ Ձեր մոտ ստացվեց։ Ստացվեց, որովհետև դուք ամեն ինչից վեր ձեր սերը դասեցիք, չէ՞։ Ոչ թե։ Ոչ թե ինչ։ Հեչ, ինչև է։ Ես արդեն գնամ Մագդա, կապով կլինենք։ Բայց արևին չտեսա է։ Էդո։ Մի հատ երեխուն կանչի տեսնեմ նոր գնամ էլի չնեղանա։ Երեխեն քնած է, պարապունքից նոր է եկել հոգնած է։ Դե որ արտանակ ասես ինձ զանգի։ Էդ։ Հա։ Քեզ մի բան եմ մոռացել ասեմ։ Ասա։ Այսօր Հասմիկին եմ տեսել։ Ինչի։ Չգիտեմ որտեղից իմացել է, որ ես ու Նորոն միացել ենք, զանգել էր։ Հետո։ Դե գոռում էր, ասում էր, որ ես Նորոյից պետք է էլի հեռու մնամ։ Դա ինչա ուզում է աղջիկ, ամեն մեկը մի կողմից մի բան անում է։ Ով է դո իրոք չգիտեմ։ Սկզբում հանգիստ խոսում էի, հետո չափերը այնքան անցավ, որ ստիպված կոպտեցի։ Հա, լավ ես արել, բա ուսուս չէր մնալու իրան լսեիր։ Ինձ ասում էր, որ ամեն ինչ անելու է, որ էլի ես ու Նորոն բաժանվենք։ Դե պարզ այրամոտ ցույց չէի տալու, որ նեղված եմ, բայց մինչև հիմա դրա մասին եմ մտածում, անհանգիստ եմ։ Հասիկոնը էլի գիժ-գիժ խոսում է, հանգիստ եղի Մագդա, ոչ մի բան չի կարա անի։ Դու չես հասկանում ինձ Նորա։ Դու ինձ չես հասկանում։ Ես ուզում եմ ուղղակի զգամ, որ իմ աղբերը իմ կողքն է։ Ուզում եմ հասկանամ, որ իմ աղբերը ինձ պաշտպանում է Նորո։ Նոր, խնդրում եմ քեզ, հանի այդ աղջկան քո կյանքից։ Ինքը քեզ չի երջանկացնելու Նորո։ Դու հիմա սիրահարված ես։ Դու սիրահարված ես ու չես հասկանում Նորո, բայց երբ որ սովորական բան դառնա քո համար այդ աղջկա ներկայությունը քո կյանքում, դու այդ ժամանակ ամեն օր հիշելու ես։ Հիշելու ես, որ մենք այդ աղջկա պատճառով մեր մորն ենք կորցրել։ Ամեն օր հիշելու ես, որ զանգեցին, ասեցին, որ մաման չկա էլ։ Էլիս։ Նոր, ես չեմ ուզում, որ դու մարդասպան դառնաս։ Չեմ ուզում, լուրջ չեմ ուզում, Նորո։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու ինձ օգնես։ Օգնես հասկանանք մեր մամային ինչ ա եղել։ Ու եթե հանկարծ իմանանք, որ Արշակն է սպանել, ես երդվում եմ, չեմ թողի, որ դու քո ձեռքերը կեղտոտես Նորո։ Ինքը ընդամենը օրենքի առաջ պատասխան կտա։ Ու վերջապես այդ լավ մարդու դիմակը կպատրվի Նորո։ Չէ։ Դու ուղղակի ամեն ինչ անում ես, որ ես հոգեկան հիվանդ դառնամ, հոգեկան հիվանդ, այդքան բան։ Պարզ ամեն ինչ։ Գնա։ Գնա Մագդայի ձեռքը բռնի իրար հետ ման եկեք։ Գնա Նորո։ Ու թող Մագդան ու Արշակը իրենց հաղթանակը նշեն։ Ես էլ կնշեմ։ Բա նշելու բան ա, բա ինչ ա։ Բա քեզ հեղափոխել է այդքան հեշտ բան էր։ Չէ, ավելի լավ է ես հիմա գնամ, քանի ինձ մի կերպ եմ զսպում։ Գնա։ Էլիս, ուշադիր ինձ լսի։ Եթե ես քո կողմից ինչ-որ սխալ բան նկատեցի այդ մարդկանց հանդեպ, անիմաստ տեղը, ինձնից չփոշմանես։ Տես, զգուշացրեցի։ Ես քեզ հետևելու եմ։ Մի անզգուշ քայլ, ու դու տնից դուրս չես գալու։ Բարձա։ Էդ էր մնացել, իհարկե։ Մնացել էր դրանց պատճառով սենց, հա արդեն։ Եթե քեզ թվում է, որ դու սենց մեծ խոսացիր ու քո ասածը անցնելու ա, չկա տենց բան։ Ու այս ամեն ինչը ես առաջինը քո համար եմ ասում, քո համար։ Ես չեմ թողելու, որ դու քո կյանքը անիմաստ տեղը կործանես, հավաքի քեզ, Էլիս, հավաքի։ Ուշքի արի մի հատ։ Մտածի ասածներից մասին։
Հա, գալիս եմ։ Ռոբ ջան, Բարև Նուր ջան։ ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ եմ, Ալինային ես սպասում։ Չէ, ճիշտ ասած չգիտի որ եկել եմ անակնկալ անեմ։ Ջան, տաննա, բարձացի վերև անակնկալ արա։ Նոր քանի քեզ տեսել եմ, կարանք մի երկու բառ խոսենք, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Ասա։ Ճիշտ ասած այն օրը պատահական մուտքի մոտ քո Էդոյի խոսակցությունն եմ լսել։ Հետո։ Արևի մասին եք խոսում։ Չէ, իրոք պատահական ա եղել։ Ռոբ ջան, ինձ թվում է դու հասկանում ես, չէ՞, որ այդ թեմայի հետ կապված ոչ մի բան պետք չի, ոչ ասես Ալինային, ոչ էլ ինչ-որ բան քննարկեք։ Ես հասկանում եմ Նոր, բայց այս ամեն ինչը շատ սխալ է։ Արևն ու Ալինան իրար հետ շփվում են որպես ընկերուհիներ։ Բայց Ալինան Արևի քույրն է։ Ու իրենց հարաբերությունները զարգանում է որպես ընկերուհիներ։ Հետագայում ճշմարտությունը ընդունելն ու հասկանալը շատ դժվար է լինելու։ Ռոբ ջան, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Ապրես, որ անհանգստանում ես Ալինայիս համար, այդքան մտածում ես։ Բայց արի չմոռանանք, որ ես Ալինայի մեծ աղբերն եմ։ Ու ես գիտեմ, երբ է պետք է թեման բացել ու ինչ-որ բան քննարկել։ Դեռ ժամանակը չի։ Երբ որ ժամանակը գա, Ալինան կիմանա, որ Արևը իր քույրն է։ Հիմա ժամանակը չի, հիմա քեզ խնդրում եմ։ Այդ թեմայի հետ կապված ոչ մի բան հանկարծ Ալինայի հետ չքննարկես, լավ։ Լավ։ Ես հիմա մի քիչ տապում եմ։ Գնամ, հետո կանհանդիպենք ավելի մանրամասն քեզ ամեն ինչ կբացատրեմ, լավ։ Լավ Նուր ջան։ Հասկացանք իրար։ Մագդա, գիտես ինչ, այսօր Լանան խոսեց, բայց Իսկ ես քեզ Լանայի մասին ինչ-որ բան հարցրել եմ։ Կլինի իր մասին ոչ մի բառ չասես, ես չեմ ուզում իր անունը լսեմ։ Մագդա, դու շատ կտրուկ ես։ Կլինի տրամադրությունից չփչացնես, ուղակի թեման փակի։ Չէ, չի պատասխանում ու վերջ։ Այ քեզ բան, ինչ եղավ այդ աղջկան, ինչի միջև հիմա տուն չի եկել։ Չգիտեմ, տատ։ Ես արդեն չգիտեմ ինչ անեմ։ Զանգի Նորոյին, ասա թող շուտ տուն գա։ Լավ նոր դու գնա, ես էլ տուն գնամ։ Հա, Էլիս։ Ալո, Նոր։ Նոր, խնդրում եմ շուտ տուն արի, էլի։ Հասմիկը գնացել է տնից ու զանգերիս էլ չի պատասխանում։ Ցերեկ դուրս եկա, միջև հիմա հետ չի եկել։ Արի, Նորո։ Էլիս ի՞նչ է նշանակում չկա։ Լավ, հիմա կգա մոտ եմ։ Ինչ է եղել։ Էլիսն էր ասում է ասիկոն չկա։ Ոնց չկա։ Չգիտեմ, արի բարձրանանք հասկանանք ինչ է կատարվում։ Էլիս։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև։ Էլիս դուրս գալուց առաջ չի ասել ուրա գնացել։ Ասեց գնում եմ քայլեմ։ Միջև հիմա չի եկել, չգիտեմ։ Կարող է գյուղա գնացել։ Չէ։ Իր մամայի հետ խոսացել եմ։ Հերվից հարցեր էի տալիս, բայց այնտեղ էլ չի։ Էլիս ընկերուհի տա փորձի մի հատ հասկանաս մեզ օգնես։ Ուր կարող է գնացած լինի։ Վայնորը որտեղ հնարավոր է հարցրել եմ, չկա։ Նոր կգաս մի րոպե։
Գնա լսի տես ինչ է ասում։ Ոյ, տոտի։ Ասում եմ գնա հաստատ մի բան եղել է, գնա։ Ասա տենամ ինչ ա եղել է դա։ Հասմիկը իմացել է, որ հաշտվել եք։ Ու Մագդայի հետ հանդիպել է։ Հիմա հետ են ինձ մնում պակաս։ Ու բնականաբար վիճել են։ Հա դե պարզ է, հա իրար ճակա չէին պաչելու։ Հա հիմա պարզ է, թե ինչի տուն չի գալիս, ամեն ինչ պարզ է այդ։ Ալո։ Լիզի, դու ինչ ես ասել Հասմիկին, հա? Ինչ ես ասել։ Էլիզ ինչ ա եղել, ինչ ես գոռում։ Ինչ ա եղել։ Չգիտես ինչ ա եղել։ Դե մի հատ է դիմակը թանի, դիմացդ ոչ նորոնա, ոչ էլ Էդոն։ Էլիզ ես Հասմիկին ոչ մի ավելորդ բան չեմ ասել։ Ավելորդ բան չես ասել, դրա համար Հասմիկը չկա, չէ՞ հիմա։ Չգիտենք ուր է Հասմիկը, դրա համար գնացել է։ Եթե Հասմիկի մի բան եղավ, դու իմ ձեռքից չես բրցնի։ Այսինքն չկա։ Հա չկա։ Ու չգիտենք ուր է։ Զանգում ենք չի պատասխանում։ Ես պատկերացնում ինչ վատ վիճակում է հիմա Հասմիկը։ Էլիզ, Մագդա այնքան եմ զզվում քեզնից։ Լուրջ եմ ասում։ Զանգել ես ուրախացել ես, հա, Հասմիկի դժբախտության վրա։ Դու գոնե հասկանում ես ինչ վատ բան ես արել։ Էլիզ այդ Հասմիկն է զանգել ինձ կանչել հանդիպման։ Դու միշտ ես հենց անմեղ ձևանում։ Դու ուղղակի աղոթի աղջիկ ջան։ Աղոթի, որ Հասմիկին ոչ մի բան չլինի, որովհետև եթե եղավ, դու շատ կզղջաս։ Դու իմ ձեռքից չես բրցնի Մագդա։ Նորո ինչ ա եղել, ուր ա Հասմիկը։ Նոր Էլիզն էր զանգել ինձ ու մեղադրում էր։ Ես այսօր չհասցրեցի քեզ ասեմ, որ ես ու Հասմիկը հանդիպել ենք, բայց երդվում եմ, ես ինձ ոչ մի ավելորդ բան թույլ չեմ տվել։ Այդ ինքն էր ինձ զանգել, հետո էլ սպառնում էր, որ մեզ կբաժանի, բայց ես ոչ մի բան չեմ արել։ Նոր խնդրում եմ քեզ, այդ աղջկան գտի, շատ վատ վիճակում է։ Ես ինձ վատ կզգամ, եթե իրան ինչ-որ բան լինի։ Պահը բաց չես թողնում էլի Էլիս, Մագդային նեղացնելու համար։ Գիտեք ինչ եմ մտածում։ Մտածում եմ հիմա ոնց եմ մենակս Մագդայի պաշտպանների դեմ պայքարելու բա։ Սրանից հետո Մագդային չզանգես, պարզ է։ Լիսի, ինձ ոչ մեկ ու ոչ մի բան չի հետաքրքրում։ Գնացեք ընկերուս գտեք, բերեք տուն, եթե Հասմիկին մի բան եղավ, ոչ մեկի չեմ ներելու։ Դու հիմա բերանը թագի ու մի խանգարի, թող որ հասկանանք ինչ ենք անում, կլինի Էլիս։ Լավ, նոր արի դուրս կանք հասկանանք ինչ ենք անում, ախպեր։ Հետո ես չգիտեմ, Հասմիկի հետ ոնց վարվեմ, ինչ անեմ։ Ասա կարևորը հիմարություն առաջ չլինի։ Լավ, նոր արի գնացի։ Եթե դու չլինեիր, ես ու Նորոն իրար կհասկանայինք ու ամեն ինչ շատ լավ կլիներ։ Դու փչացրեցիր ամեն ինչ։ Եթե անգամ ես չլինեի, եթե անգամ դու մեզ բաժանես, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Նորոն չի մնալու քո կողքը, այդքանը հասկացի, որովհետև Նորոն քեզ չի սիրում։ Սիոն աղջիկ, ես ինչ ես տխուր։ Ինչով օգնենք քեզ։ Ոչ մի բանով հանգիստ թողեք։ Չէ, չեղավ տենց։ Չէ՞ թե ուրախանանք։ Թող մի հատ։